Բարև բոլորին, այսօր նկարահանում ենք BTG podcast-ի երկրորդ էպիզոդը, այս անգամ մեր հետ Արմանն է, մի քիչ ներկայացեք, ձեր մասին կպատմեք, Արման ջան, վստահ եմ մեր ուսանողների մեծ մասը ճանաչում է, շատ սիրում է Արմանին, բայց հիմա շատ լավ հնարավորություն է, որ բոլորը ճանաչեք ու բոլորը իմանաք։ Բարև ձեզ, իմ անունը Արմանն է, ես արդեն շատ երկար ժամանակ աշխատում եմ DevOps սֆերայում, սկսել եմ նաև դասավանդել DevOps BTG-ում, կարելի ասել ամեն ինչ փորձել եմ, ինչ հնարավոր է DevOps-ի եւ IT-ի աշխարհում, շատ կարճ իմ մասին։ Իսկ ինչպես սկսվեց հենց այդ ճանապարհը IT-ում։ Սկսվեց շատ արագ, ճիշտն ասած, ես ամերիկյան համալսարանում մի հատ պրոյեկտ էինք անում մենք ուսանողներով, պրոյեկտը Coca-Cola կազմակերպության համար էր, ճիշտն ասած հենց ֆիլտրացիոն համակարգ էինք սարքում ֆիզիկապես, ես որպես ծրագրավորող ավտոմատիզացիա էի գրում, սարքեցինք, տվեցինք Coca-Cola-ին, մինչև որս օգտագործում են, եւ դրանից հետո ոնց որ ուզեցի որպես Python developer շարունակեի, բայց դիմեցի ստեի կազմակերպություն, internship-ի, իրանք ինձ առաջարկեցին DevOps, ես այդ ժամանակ ընդհանրապես չգիտեի ինչ էր DevOps-ը, ասացի փորձեմ ու տենց սկսեց DevOps-ի իմ կարիերան, շատ անսպասելի ճիշտ ասած։ Այսինքն եթե խորհուրդ տայինք ինչ որ նոր ոլորտ, նոր մուտք գործող մարդկանց, որ ուզում են առհասարակ IT մուտք գործել, որը կլինի ամենաիդեալական առաջին քայլը, եթե տենց քայլ կա։ Տենց քայլ կա, իհարկե կախված է թե մարդ ինչ ուղով է ուզում IT-ում շարունակի, բայց որպես հիմնական առաջին քայլ ես կարծում եմ պետք է մարդը գոնե հիմնական ծրագրավորման բազան ունենա, ավելի ճիշտ իմանա ինչ է համակարգիչ, համակարգիչով կարողանա գործանի եւ չեմ ասում իհարկե շատ խորանա թե ոնց համակարգիչ աշխատում, բայց գոնե հիմնական բազան ունենա։ Շատ լավ, շատ հետաքրքիր էր իրականում։ Նշեցիք Python-ի մասին, այս վերջերս պետք է մեկնարկեինք Python-ի դասընթաց ու շատ մարդկանց հետ խոսելիս մենք զգում ենք, որ շատերը մտածում են, որ ինքը չափից դուրս հեշտ լեզու է, որ հենց դրանից սկսեն իրենց ճանապարհը։ Այդ ինչ կարծրատիպ է, ինչի են մարդիկ տենց մտածում։ Python-ը ես համաձայն չեմ, Python-ը իհարկե հեշտ լեզու է, ինքը բավականին հեշտ է, համեմատ իհարկե C++-ի, իհարկե C վրա է հավաքված, բայց մեկը Python-ով այս պահին կարելի է կատարել ինչ ուզեք, ինչ ծրագիր գրել, AI, ML համակարգեր, ամեն ինչ կարելի է Python-ով ստեղծել, պահպանել, շարունակել, կարծրատիպը ըստ ինձ մի քիչ սխալ է, բայց գիտեմ թե որտեղից է գալիս է նրանից, որ իր գրելաձևն է հեշտ։ Python գրելը շատ հեշտ է, բոլորը կարող են սովորել գրել, մեկ տողով հնարավոր է մեկ ուժեղ կոդ ստեղծել։ Իսկ իրանով հենց լեզուն շատ ճկուն, շատ մեծ ու մեծ հնարավորություն ունի։ Այսինքն մի վախեցեք Python սովորելուց, հաստատ պետքա գալու, հաստատ օգտագործվելու է AI-ի դարում, այդ ամեն ինչը ավելի շատ է, չէ, գնահատվում երևի, որ basic-ը մարդը կարողանում է օգտագործի։ Վերադառնանք DevOps-ին, ինչ է DevOps-ը, եթե բացատրեինք խնձորների վրա մարդկանց համար։ DevOps-ը իսկականից position չի, DevOps-ը դա մեթոդոլոգիա է, որը ստեղծված է agile մեթոդոլոգիայի հիման վրա, բայց շատ է տարբերվում մնացած մեթոդոլոգիաներից, որոնք են Scrum-ը, Kanban-ը կամ նմանատիպ Waterfall-ը։ DevOps-ը ասում է, որ պետք է ամեն ինչ մաքսիմալ ավտոմատիզացնել եւ մաքսիմալ ճկուն ու էֆեկտիվ կատարել տվյալ գործը։ Օրինակի համար, եթե թիմը պետք է կատարի ինչ-որ X գործողություն, չգիտեմ, ինչ-որ սերվեր ստեղծի կամ ինչ-որ գործողություն կատարի, իրանց այդ օրինակի համար Scrum-ի միտինգները հարկավոր չեն, իրանց Kanban-ի պես բաշխում task-երի հարկավոր չի, DevOps-ին ընդհանրապես տալիս են իր գործիքը, տալիս են իր հանրությունները DevOps-ը կատարում է։ Ես լինելով մարքեթինգի մասնագետ full հասկացա, ինձ թվում է լրիվ հասկանալի էր բոլորին, իսկ ինչով է DevOps-ը տարբերվում sysadministration-ից օրինակ։ Sysadmin-ը DevOps-ի ոնց կարելի ասել
մի մասն է կազմում, DevOps-ը շատ մեծ է, DevOps-ի մեջ կա եւ ծրագրավորման կտոր, եւ sysadmin-ի կտոր, եւ platform engineer-ի կտոր, monitoring-ի եւ այլն։ System administrator-ի կտորը դա մենակ հենց boom սերվերների հետ աշխատանքն է, management-ը, սերվերների performance-ի եւ գործունեության ընդհանուր ապահովումը, իսկ DevOps-ը անում է եւ այդ եւ իմ նշված մնացած կտորները եւ մի բան էլ ավելի։ Ինչով է DevOps-ը կարևոր հենց բիզնեսի համար, այդքան բան նշեցիք, ինքը միաժամանակ ամեն ինչ ոնց ես եմ հասկանում, կառավարում է, բերում է մի տեղ։ Բիզնեսների համար այդ վստահ այսօր էս խառը ժամանակներում, որ ինֆորմացիան է շատ, մարդիկ են տարբեր բաժիններն են շատ հաստատ այդ կողմով օգուտ է բերում ու այլ։ Այո։ Եթե նայենք DevOps-ը շատ նոր մասնագիտություն ու մեթոդոլոգիա է եւ իր պահանջարկը շատ արագ սկսեց, երբ որ մարդկանց պետք է իրանց ծրագրերը հասցնել ինչ-որ մի հատ վերջնական կետի, որ ինքը լինի աշխատունակ եւ այդ ճանապարհը լինի մաքսիմալ ճկուն։ Դրա համար կազմակերպություններում ամենատենց ուժեղ ծրագրավորողներին ստիպում էին տենց գործ անել եւ տենց կամաց բիզնեսում ձևավորվեց այդ պահանջարկը, որ մեզ պետք է առանձին մասնագետ, որը կանի այդ գործողությունները։ Ու ոչ միայն, մի հատ էլ ավել կապահովի դրա ավտոմատիզացիան, ճկունությունը, սիստեմի աշխատանքը եւ այլն, բոլոր հիմնական կտորները ինչ անում է DevOps-ը։ Այս պահին DevOps-ի պահանջարկը շատ է, նույնիսկ ես AI-ի ամբողջ ինդուստրիայի փոփոխություններից հետո DevOps-ը մեկը մնում արդիական, DevOps-ը մեկը մնում նես մասնագետ, որին իհարկե կարող է ինչ-որ չափերով խանգարի, բայց հիմնականում DevOps-ը նույնիսկ այսօր շատ պահանջվող մասնագիտություն է։ Մենք ունենք BDG-ում արդեն 8-րդ մեր ուղղությունը AI Octopus-ը, մենք փորձում ենք այդ ուղղության շնորհիվ մարդկանց ցույց տանք, որ AI-ը չի եկել փոխարինելու ոչ մի մասնագետի, այլ միայն օգնելու։ Կարանք մի քիչ էլ խորանանք, որ ասում ենք, որ AI-ը չի խանգարի, համ էլ օգնի, չէ, երևի, անգամ DevOps մասնագետներին։ Այն մասնագետը, որը չգիտի AI օգտագործելը, չգիտի AI-ի հետ աշխատելը, ինքը արդեն հետ է մնում։ Դրա համար եւ DevOps-ը, եւ ծրագրավորողը, QA-ը, եւ նույնիսկ ոչ տեխնիկական մասնագետները պետք է իմանան գոնե բազային AI-ի հետ աշխատելու հիմունքները։ Եվ DevOps-ը քանի որ շատ բազմա աստիճան գործ է անում, եւ ոնց նշեցի, sysadmin, monitoring, ավտոմատիզացիա, DevOps-ին AI շատ տեղերում օգնում է։ Եվ նույնիսկ տենց նոր ճյուղ է բացվել DevOps-ում, կոչվում է AI Ops, դա լրիվ նոր ճյուղ է AI-ով ինչ-որ գործողություններ անելու, որ մաքսիմալ ագենտիկ կարողանա DevOps-ը իր գործը առաջ տանի։ Այդ արդեն ինչ-որ advanced level-ի գործողություններ են, այդ ձեր ասացից բխում է մի հարց, ինչով է տարբերվում օրինակ junior DevOps-ի մասնագետը senior-ից։ Սենց ասեմ, առաջ կար հենց կետ-առ-կետ տարբերություն, թե junior-ը ինչ տեխնոլոգիա պետք է իմանար, middle-ը ինչ, senior-ը ինչ, բայց հիմա շուկան շատ է փոխվում, հիմա սենց ասացում, որ junior-ները տեխնոլոգիան պետք է նույնը իմանան, ինչ senior-ը, բայց տարբերվում է ոչ թե տեխնոլոգիաների տարբերությունները, այլ իրանց իմացության մակարդակի ոնց որ քանակը, թե ինչքան խոր իրեն գիտեն այդ տվյալ տեխնոլոգիան։ Բերեմ օրինակը Kubernetes գործիքով, Kubernetes գործիքը ոնց որ DevOps-ի կարելի ասել հիմնական գործիքն է։ Junior մասնագետը այս բայդուրությամբ ինքը պետք է իմանա ոնց աշխատի այդ գործիքի հետ, ոնց պահի այդ Kubernetes կոչված գործիքը։ Իսկ senior-ը արդեն կարողանում է ավելի բարդ սիստեմաներ բարձրացնի, ավելի մեծ արխիտեկտուրաներ գծագրի, նաև ինչու ոչ senior-ը նաև պետք է կարողանա ունենա ոչ տեխնիկական սկիլեր, որպեսզի եւ թիմը ղեկավարի եւ junior-ներին սովորացնի։
դրանում է տարբերվում junior-ը senior-ից։ Իսկ BDG-ի հետ համատեղ DevOps դասընթացի ընթացքում որ դասընթացը վերջանում է, ուսանողները ինչ level-ի են կարողանում տիրապետել DevOps-ին։ Ասենց ասեմ, նենց եմ գծագրել կուրսը, որ վերջում ուսանողը ստանում է mid DevOps-ի տեսական գիտելիք։ Իհարկե տեսական գիտելիքը ստանում է, բայց թե ինչքան կընկալի իհարկե ուսանողից է, մաքսիմալ փորձում պրակտիկ ստեղծեմ, որ ինչ տեխնոլոգիա մենք անցնում ենք, պրակտիկ այդ տեխնոլոգիա ինչ որ տնային, աշխատանք, պրոյեկտ սարքեն ուսանողները եւ կարողանան ամրապնդեն գիտելիքը, բայց միևնույն է կախված է նաեւ մարդուց։ Իսկ սերտիֆիկատը կամ ինչ որ դիպլոմը շատ կարևոր է այս ոլորտում։ Առաջ չէ, այս պահին լավ կոպիտ ասած շատ պետք է։ Ինչի համար եմ այդ հարցը տալիս, որ շատ տաղանդավոր մասնագետներ կան Հայաստանում, մասնագետ էլ չասեմ, շատ տաղանդավոր մարդիկ կան, ովքեր մեր Վահագի սիրած բառերով ասեմ, բզբզալով ինչ որ բաներ են սովորում ու շատ են վախենում ինչ որ առաջին աշխատանք վերցնելուց կամ մտնելուց, սովորելուց, թեկուզ ջունիորի հաստիքում ինչքանով է հավանական, որ եթե դու շատ տաղանդավոր մասնագետ ես, հասկանում ես ամեն ինչից, քեզ կգտնեն աշխատանք, քեզ կգտնեն տեղ, ինձ թվում է ամեն դեպքում այդ ուղեղի աշխատանքը, մտածողությունը, ինչպես նշեցիք, DevOps-ի ինչու ոչ համակարգ, այդ համակարգային մտածողությունը մարդուն կօգնի ինքը առաջ գնա։ Գիտեք, շատ կարևոր է։ Այդ միտքը, ճկունությունը, ցանկանալ, որ ավելի ոնց որ երկրորդ քայլանելը, սովորելը, ինքը քո սխալների վրա սովորելը շատ կարևոր է։ Ինչ հողած է աշխատանքի գտնելու համար, իմ խորհուրդն է մեկը փորձել սերտիֆիկատներ անցնել, նաև ինչու որ սերտիֆիկատը ձեր գիտելիքների ոնց որ challenge-ն է։ Իրանք ստիպում են ձեզ դուք այդ գործիքները տվյալ իմանաք ինչ որ մի հատ աստիճանի եւ կարողանաք ապացուցել, որ դուք այդ աստիճանի տիրապետում եք տվյալ գործիք։ Եվ իհարկե իրանք օգնում են գործի գտնելու ժամանակ, իսկ ինչ կապված է, որ մարդիկ վախենում են, կա, ես տեսել եմ տենց դեպքեր, որ շատ մարդիկ շատ ուժեղ գիտելիք ունեն, բայց վախենում են առաջ գնան, վախենում են ինչ-որ քայլ անեն դեպի իրենց ուզած պրոֆեսիա, մասնագիտությունը, ինչու ոչ, դառնան, չգիտեմ, ջունիորից դեպի միդ, կամ գտնեն իրենց առաջի ջունիորի հաստիքը, վախենում են, իմ խորհուրդն է այդ մարդկանց պրոստը փորձեն, ինչու ոչ, մինչև չես փորձում, չես կարա ասես, թե կլինի լավ, թե վատ։ Քայլը քայլից հետո ես գցում ամեն դեպքում, իսկ շատ հետաքրքիր հարց ունեմ ձեր համար, եթե հիմա նորից սկսեիք այս ճանապարհը, ինչ կանեիք ուրիշ կերպ, ուրիշ ձև, այս հենց այն մարդկանց համար, ովքեր նոր են ուզում մտնել, իրենց համար ոգեշնչման աղբյուր որ լինի այս ձեր պատմությունը։ Գիտեք, ես երբ որ սկսում էի, այս AI գործիքները չկային, ես ստիպված էի գնում գնայի տարբեր դոկումենտացիաներ նայի, տարբեր մասնագետներից հարցեր տայի, փորձեի տարբեր ինտերնետում ռեսուրսներից գտնեի ինֆորմացիա, հավաքեի, սովորեի։ Եթե ես հիմա 0-ից սկսեի, ես մի հատ դեմից ինձ համար կգծեի այդ պլան, թե ինչու ոչ այն պլանը, որ ես հիմա գծել եմ ուսանողների համար, այդ նույն պլանով ես կգնայի, որ գործիքից հետո որ գործիքը պետք է սովորեմ ու քայլ առ քայլ ինչ անեմ, որովհետև շատ ժամանակ ես կորցրեցի այդ վազվզելու ինֆորմացիա ընտրելու վրա։ Շարունակենք խորհուրդների շարքը, խորհուրդ կտաք մի գիրք կամ մի ռեսուրս սկսնակների համար։ Ռեսուրսները շատ են եւ lead code-ը որպես ծրագրավորում սովորելու challenge-ի համար, բայց գիրք կա մի հատ BDG Telegram-յան էջում կա DevOps-ների հենց մասնագիտական գիրք կա Python-ով, DevOps-ի հիմնական տեխնոլոգիաներով, AWS Cloud-ի տեխնոլոգիայով շատ մանրամասն գիրք է, շատ հեշտ կարդացվող, միանշանակ խորհուրդ եմ տալի, եւ քանի որ AI-ը կա,
ինչու ոչ հենց AI-ին հարցներ, AI-ը փորձի ոնց որ ձեզ ուղղություն ցույց տա։ Մի խոսքով մի ալարեք, կարդացեք, անգամ IT professional-ում շատ կարևոր է գրքեր կարդալ ու չմնալ միայն AI-ի, միայն Google-ի եւ կարճ ինչ-որ նկարագրությունների հույսի։ Իսկ վերջին եւ ամենակարևոր հարցը. Ինչն է ձեր մոտիվացիան, որ դուք շարունակում եք այսքան մեծ սիրով այս մասնագիտության մեջ խորանալ ու աշխատել։ Սենց ասեմ, DevOps-ը ինձ չի հոգնածնում ընդհանրապես, նես մասնագիտությունը, որ երբեք չես մնում նույն տեղը, ու եթե մնում ես, դու արդեն ոնց որ հետ ես, ամեն ինչից հետ ես։ Դա մեր ստիպված ես նում ամեն նոր բան փորձես, կարդաս, ստեղծես, DevOps-ը շատ ճկուն մասնագիտություն է։ Չեմ ասում, որ մնացած մասնագիտությունները վատն են, բայց DevOps-ը թույլ է տալի մասնագետին փորձել, ստեղծագործել, ինչ-որ նոր լուծումներ փնտրել, ստեղծել, նաև DevOps-ը գտնվում է ոնց որ ամբողջ թմի մեջտեղում եւ կարողանում է եւ QA-ների հետ աշխատի, եւ back-end-ների, եւ front-end-ների, եւ ոչ տեխնիկական մասնագետների, PM-ների, մենեջերների, դրա համար շատ հետաքրքիր գործ է ու ոնց որ մարտահրավեր է տալի մարդուն, որպեսզի ամեն օր սովորի, ամեն օր ինչ-որ բան փորձի։ Այդքան։ Շատ ուրախ ենք, որ BTG ընտանիքում կա ձեր նման իրենց մասնագիտությունը այդքան սիրող մարդ, որովհետև բացի նրանից կարևոր է, որ ուսանողները սովորեն հենց գիտելիք, համ էլ տեսնեն իրենց դիմաց լավ օրինակ, ոգեշնչող օրինակ, որ իրանք էլ կարողանան իրենց մասնագիտությունը շատ սիրել, շատ է լինում, որ գալիս են ինչ-որ մի մասնագիտության համար սովորելու, բայց ինչ ոչ ոգեշնչվում են ոչ միայն այդ մասնագիտության գիտելիքները օգտագործելու համար, այլ ուղղակի իրենց նպատակներին հասնելու համար, ու այդ շատ կարևոր է, որ մենք կիսվենք այս պատմություններով։ Իդեպ հուլիսին արդեն կմեկնարկի նոր դասընթացը Արմանի հետ DevOps-ի, ոնց հասկանում եմ արդեն update-ներ կլինեն, եթե ինչ-որ բան փոխվել է ոլորտում, չէ՞, շատ հետաքրքիր կլինի ու հետևեք մեր բոլոր հարթակներին, որ չկորցնեք եւ հասցնեք գրանցել, որովհետեւ տեղերը սահմանափակ են ու շատ արագ են սպառվում։ Այո, գրանցվեք ժողովուրդ։ Մերսի ձեզ շատ, որ մասնակցեցիք այսօր եկաք, ձեզ լավ օր եւ դիտողներին լավ օր։ Հաջողություն։